Տիկին Գրիգորյան այսօր ընդդիմությունից ուժեղ Հայաստանից Արամ Վարդևանյանի թեկնածության հարցն է քննարկվելու ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Դուք ներկայացնում եք Հայաստան խմբակցությունը, այդ խմբակցության ղեկավարն եք, այնուամենայնիվ դուք ինչ եք կարծում, հաշվի առնելով, որ ՔՊ-ն հստակ բացասական վերաբերմունք ունի ընդդիմության նկատմամբ, ինչ եք կարծում այնուամենայնիվ Վարդևանյանի թեկնածությանը նրանք կողմ կքվեարկեն եւ միջև քվեարկությունը ինչպիսի ելույթներ կլինեն։ Դե կանխատեսումների դաշտ չգիտեմ որքանով է ճիշտ գնալը, որովհետև րոպեներ հետո մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի իրականությունը, բայց ես ենթադրում եմ, որ բավական մեծ քանակությամբ հարցադրումներ կհնչեցվեն այս կամ այն հարցի շրջանակներում, բայց նրանց ընտրությունը ոչ թե իրենց բարի կամքի դրսևորումն է, այլ ուղիղ պարտավորություն, կա նաև Սահմանադրական դատարանի որոշում, եւ իրենք իսկապես չեն կարող չընտրել։ Կարող են մի անգամ չընտրել կամ չգիտեմ, այսպիսի հնարավոր զարգացումներ եւս կա, բայց այն, որ քաղաքական մեծամասնության ուղիղ պարտավորությունն է ապահովել համապատասխան ձայներ, որպեսզի ընդդիմադիր ուժը եւս ունենա փոխոսնակի կարգավիճակ, դա ուղղակի փաստ է։ Իսկ Հայաստան դաշինքը բնականաբար աջակցելու է եւ կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Առաջին օրը նորընտիր խորհրդարանի ազգային ժողովի դեռ չընտրված նախագահը մեծ հաշվով ազդարարեց զրոյական կետից աշխատանքները սկսելու բարեվարկության կանոններով առաջնորդվելու մասին, բայց երեք մենք արդեն տեսանք լարվածություն իշխող ուժի եւ ուժեղ Հայաստանի միջև։ Դուք հավատում եք իշխանության այդ բարեվարկության կանոններին, ինչ եք կարծում, ինչքան կտևի այդ գործընթացները։ Եթե նախորդ 5 տարիներին այստեղ չլինեինք, միգուցե եւ հավատայինք, որովհետեւ նույն 21 թվականին եւ Ալեն Սիմոնյանը եւ Ռուբեն Ռուբինյանը, երբ որ համապատասխան պաշտոններն էին զբաղեցնում եւ հանդես էին գալիս իրենց ելույթով, ասում էին, որ մենք գալիս ենք նոր մթնոլորտ ստեղծելու, իրավիճակը պետքա փոխել, կոնստրուկտիվ աշխատանքի մեջ մտնել, բայց հետո մենք տեսանք, թե ինչ եղավ։ Այսինքն շատ մեծ այսպես սպասելիքներ չկան, ակնհայտ է, որ չի լինելու այդ կառուցողականության մթնոլորտը, ու եթե նկատեցիք հենց իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն էին գալիս եւ խոսում այնպիսի բառապաշարով, որ ուղղակի դժվար է դրան չարձագանքել տեղից կամ այլ խոսույթով։ Այնպես որ ես շատ մեծ հույսեր չունեմ, բայց համենայն դեպս մեր ֆրակցիան, ես տեսնում եմ նաև ուժեղ Հայաստան խմբակցությունը տրամադրված է ոչ այն խոսույթին, որոնք իրենք են պատկերացնում, որովհետև մեծ հաշվով մեր ժողովուրդը հոգնել է այդ խոսույթից։ Պետք է լինեն, այո, քաղաքական գնահատականներ, կարող է քաղաքական սուր խոսք լինել, բայց այդ չի կարող վերածվել էժան վիրավորանքների։ Բայց այդ տպավորությունն ունեք, որ իշխանությունը, իդեմս օրինակ Տարոն Չախոյանի, այդ գործելավոճով չի գնա, որովհետև ակնհայտ է, որ նախորդ խորհրդարանում մի քանի այլ կերպար էին, հիմա կարծես թե հենց այդ պարտականությունը Տարոն Չախոյանի վրա է դրվել։ Դե եթե ինքը Երևանից հետո եւս գա եւ նման տիպի խոսույթով հանդես գա, մենք կհասկանանք, որ ոչ թե դա Տարոն Չախոյան առանձին անհատի կայացրած որոշումն է իր ոճի մասով, այլ խմբակցությունը կոնկրետ պատվիրակել է նման պարտականություն տվյալ անձին։ Այսինքն կհասկանանք, որ ամբողջ խմբակցության որոշումն է եղել, որ Տարոն Չախոյանը պետք է խոսի այդ ոճով։ Այսինքն այս շատ հստակ է, բայց ամենամեծ հարցը դեռևս թե Նիկոլ Փաշինյանը իրան ինչպես կդրսևորի այստեղ, որտեղ անցնող տարիներին ես էլ եղել եմ մարդ, ով բավականին սուր գնահատականներ է հնչեցրել, կարծիքներ է հայտնել, հարցադրումներ է հնչեցրել, որտեղ որևէ վիրավորանք, որևէ պիտակավորում չի եղել, բայց դրանից հետո Նիկոլ Փաշինյանը վիրավորանքներ է հնչեցրել, հունից դուրս է եկել, այսինքն հիմա կարող է այստեղ որոշակիորեն միջին, մթնոլորտ լինի, բայց հետո Նիկոլ Փաշինյանի գալով իրավիճակը կտրուկ սրվի։ Եվ մեկ այսպիսի հարց, դուք հանձնաժողովներից որևէ մեկում նախագահության իրավունք ունեք, թե ոչ, ձեր խմբակցությունը։ Բայց դրա վերաբերյալ ավելի հստակ տեղեկատվություն կհայտնենք, երբ արդեն հանձնաժողովների ընտրության պահը գա։